Բայց կիմ չենին Երանի տա էլի սրան։ 7 մարդ ձերբակալվել է, նրանցից 6-ին կալանքի տանելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վաղարշապատում համայնքի ղեկավարի ընտրությունը վաղուց ավարտվել է, դիմադիրների դեմ հարուցված քրեական գործերի վերջը չի երևում։ Այս անգամ քրեական վարույթ է նախաձեռնվել հաղթանակ դաշինքի անդամների եւ աջակիցների դեմ։ Վաղ առավոտից խոզարկություններ ու ձերբակալություններ են իրականացրել ոստիկաններն ու քննիչները։ Ձերբակալվածներին մեղադրում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց դաշինքի օգտին քվեարկելու ուղղորդելու համար։ Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը։ Քննչական կոմիտեն որպես իր եղենապացույց ձայնագրություն տարածեց։ Ըստ քննչական մարմնի հեռախոսազանգի միջոցով դաշինքի անդամները սպառնում եւ ուղղորդում են ընտրողներին։ Սակ։ Կարա զանգես են մախոենց։ Ես զանգա դրանց ընկեր են գագոն կավեն Վարշավի որ կարե մեր կողքի շենքից։ Դրանց ընկերն է, չէ։ Ասա մի հատ զանգա քյուկետ գագոին, ասա մի հատ զանգա հորդ մորդ ասա ուրիշի չէ տակ ընտրեք միամիտ։ Բայց գագոն ստեղ չի ախտար։ Հա ստեղ չի թող զանգի հորնում որ ինչ կապ։ Քննչական կոմիտեի մեղադրանքները բարկացնում են ազգային ժողովի падգամավորին։ Գառնիկ Դանիելյանը համոզված է, զրույցը նախընտրական նորմալ երկխոսություն է երկու մտերիմների միջև։ Եթե այդ ուղղորդման մասին ենք խոսում, ես ընտրությունների օրը ես եւ իմ գործընկերները տեղ ենք եղել։ Իրենց նախարարներից սկսած, փոխնախարարներից սկսած, մարզպետներից սկսած, բոլոր ԿՊ-ականները իրար հերթ չտալով ընտրատեղամասերի մոտ էին։ Ամեն մի ընտրատեղամասի մոտ մի հատ նախարար կամ առնվազն մի հատ փոխնախարար կար։ Եվ մենք կներեք ես ասեմ ձեզ։ Այդ օրը մենք ֆիքսել ենք, դրա մասին ասել ենք։ Ձայնագրությունները գուցե կեղծ են։ Դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող տեսանյութին։ Իհարկե կասկածում, որովհետև մենք հենց կոնկրետ սրբազան պայքարի գործով գիտենք, որ փաստաբաններն ասում են, որ ձայնագրությունները կեղծված են։ Հիմա ես կարող եմ կարծել եւ նույնիսկ նաեւ վստահ լինել, որ այս մարդիկ չեն, ու մեղադրանք առաջադրվել ձերբակալել, այս մարդիկ չեն այդ խոսացողները ձայներով այսօր հնարավոր չի ձայները մոտեցնել։ Մենք ամեն օր տեսնում ենք կեղծ ձայնագրություններ, ենթադրենք թե այդ մարդիկ են։ Այսինքն ընտրության օրը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, այսպես ասած, առօրեական խոսակցականով եւ այլ։ Այդ ինչ քրեական հանցագործություններ։ Բախի մի հատ իրենց ԿՊ-ականներին չեն լսել։ Իրենց ԿՊ-ականների, չգիտեմ, պետական աշխատողները, ովքեր կանգնած էին, իրենց մարզպետները, իրենց տարածքային կառավարման նախարարը, իրենց մյուս համայնքապետերը, որ բաների դեմը, տեղամասերի դեմը կանգնած մարդկանց ասում էին, ոստիկաններին էին ուղղություն ցույց տալիս։ Քննչական կոմիտեն թույլ չի տվել փաստաբաններին այցելել ձերբակալված անձանց։ Նրանց մեծ մասն Արմավիրի քննչական կոմիտեում էին, իսկ մի մասը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում։ Հատկանշական է, որ ձայնագրված անձինք ձերբակալվածների թվում չեն։ Սադամակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։